Ուր կորավարա։ Կարող է տեղ կաստեից դուրս գալու։ Չէ, ուր փակ բակա։ Կարող է մտե։ Չգիտեմ, ուր են մտածնի պիտի մի ձև դուրս գա։ Ինչ անենք, սպասենք։ Հա, բա ինչ պիտի անենք։ Հա, Օլիա, ասա լսում եմ։ Դա ես քեզ ուզում էի բարի բախտ մաղթել։ Ես քեզ շատ եմ սիրում։ Բայց եթե դու այդ աղջիկա հետ վստահ ես, որ երջանիկ ես լինելու, ես ուղղակի քեզ ամենալավն եմ ցանկանում։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ման պետք չի ասել։ Լավ ջան, ինչ եղավ։ Սի գժվեց ես տվեն։ Տղա ջան, ինչ է կատարում, գնացինք։ Մամ, ես կարող է փոշմանելա։ Ուր ես տենց բան։ Դու էլ չես ուզում ես աղջիկա այդ ամուսնանա։ Չէ։ Նախ ինձ թվում է, որ ինքը լավ էլ Օլային սիրում է, ուղղակի չի հասկանում։ Իսկ Օլան էլ իրան հաստատ շատ է սիրում։ Լավ ջան, հետո էր զանգում։ Այդ ինչ ասել, ուսես քարացած կանգնել ես, տղա ջան, արի, գնացինք։ Տղա ջան, զարթնի, գնացինք։ Տղա ջան, ոչինչ, նորմալ է։ Տղեն փսակվում է, կյանքը փոխվում է, բան ինչ էլ մտքերով անգել։ Գնացինք, արի։ Լուսե ջան, Լուսե։ Ես ինչ սիրուն ես, Լուսե ջան։ Բա դու երբ ես փոխվելու։ Հավ, հենց հիմա։ Ուր Լուսե։ Դե իշնեմ ներքև։ Չէ, դու պետք է սենյակում մնաս, Դավիթը պետք է գա քո հետևից։ Մի շաբաթա չէինք եկել, շատ էի կարոտել չոչի գծուն։ Հա, չէ։ Ֆիք, բայց դա 4-րդ աստիճանը չի։ Ես այսքան եմ կարում։ Լավ ես անում։ Դե որ աստիճան էլ ուզում ա լինի, մեկը համով է։ Ես սոուսներն եմ շատ սիրում։ Ես էլ որ Հայաստանում իր ձևի մեջ միակն եմ։ Արթուր, չասեցիր։ Ոնց ես հեռախոսով փող աշխատել։ Այդ կասեմ էլի, հետո կխոսանք։ Հիմա կեր։ Լսի,
որեն հավատարմության քարտով հյուրասիրեցին։ Համով էր։ Շատ։ Դե նա ինչ կանենք, ուրեմն մի ամսվա մեջ 6 հատ էլ կնիկ կհավաքենք ու կգանք այդ նորից կփորձենք, լավ։ Դավայ։ Գոշ, ասում եմ կարող է այս բակ չմտավ կամ չգիտեմ, մի ձև դուրս է եկել։ Ձև չիստեյա։ Հա բայց ուր էլ տեղ չմնաց, սաղ նայեցինք։ Չգիտեմ, բայց ես տես ոչ մի տեղ չեմ գնա։ Հա բայց ինչքան։ Ստեյա, այն որ ողնաշարով զգում եմ։ Իմ Անայեսին չեք տեսել, չէ՞, ծանոթացեք։ Բա ձեր արամուրը։ Հիմա կիչնի արդեն։ Նենց լավ տղա է։ Քո տարիքին է։ Իդեպ ձեր բուհում է սովորում։ Բա, դավն ինչ եղավ։ Դավիթը բարձրացավ Լուսեի մոտ։ Իմ ամուսինը նենց անհամբերն է։ Այմար դե մի թերություն պտի ունենամ, չէ։ Հիմա ինչ ենք անում, ժողովուրդ ջան, սպասենք երեխեքը գան նոր տեղավորվենք։ Լավ, իրեք ինչ անենք, եկեք բաժակները լցնենք, մի հատ ոտի վրա իրար շնորհավորենք, մինչև երեխեքը գան։ Ճիշտ են ասում, որ ամեն աղջիկ իր հարսանիքի օրը անզուգական գեղեցկուհի է դառնում։ Գեղեցկությունից մարդու շունչա կտրվում Լուսե։ Երդվում եմ, ես ամեն ինչ կանեմ, որ դու երջանիկ լինես Լուսե։ Հավատա ինձ։ Հավատա այն ինչ կախված է ինձնից ես կանեմ։ Ամեն ինչ չի, որ քեզնից է կախված։ Ու ոչ էլ ինձնից։ Միևնույն է, ես չեմ հանձնվում։ Ես ամեն ինչի բացատրություն չունեմ, սա մանյակա։ Ութան բան ասեցիր դու։ Սա բա ոնց բացատրեմ ես ամեն ինչը, հանդիպման է կանչում երկրորդ անգամ ու չի գալիս։ Ինչ կարա եղած լինի, հա առաջին անգամ բան էր եղել, հիմա էլ է բան եղել։ Հա բայց իմաստը չեմ հասկանում, պայմանավորվել ու չգալ, հաստատ մի բան եղել է։ Հա եղել է, գլխի հետ եղել է։ Դե հիմա մարդը հնարավոր ինչ-որ բան է եղել, կզանգի, վստահ եմ։ Կզանգի ու երրորդ անգամ հանդիպում կնշանակի, չէ։ Դե չգիտեմ ինչ ասեմ։ Ծիծաղդ գալիս է, չէ։ Ծիծաղս գալիս է, թե չի գալիս, չգիտեմ, բայց մտածում եմ մարդ է, մի բան եղել է որ։ Մի բան եղել է գլխի հետ հաստատ։ Լավ, սա ինձ որ խնդրեմ մի բան կտաս ու տամ առավոտից մենակ սուրճ ամ խմել։ Հետաքրքիր տղա, այդ սրճարանում ուտելու բան չկար, մենակ սուրճ էր։ Կարող եք այդ ներվի տակ մենակ սուրճ էի խմում։ Ու հետո էլ իրոք սպասում էի, որ կգար, հավատում էի։ Լուրջ տպավորություն էր թողել, ներողություն էր խնդրել։ Լավ մի նավի, վստահ եմ կզանգի։ Ես չգիտեմ ինքը կգա, չի գա, կզանգի, չի զանգի, բայց լավ ուրախացրեց մեզ, չէ՞։ Չեմ կարող ասեմ, մեր հասկանալով ստեղա, բայց ոչ մի ձև չեն գտնում։ Դե բա ինչ ենք անում քո կարծիքով։ Չկա։ Դե կներես մեծ քաղաք մի հատ աղջիկ։ Վերջին տունս արելուց հետո ոչ մի հետ չեն գտել։ Հասկանում եմ, որ ձրի չենք անում, բայց նենց էլ չի պարապենք։ Առավոտից իրիգուն քուչ եկնին։
Հա։ Իրանց համար մեկացիոն բարձ չի, դրա համար ինչքան շուտ այնքան լավ։ Հա, հասկացանք, բայց մեկը ստեղ չի, արանքը մի ձև ճղել է, մենք էլ լրվե մնացել ենք ստեղ։ Չգիտեմ արդեն ինչ մտածեմ։ Սոված փորին մտածել չի լինի, քել։ Արի մի 2 ժամ էլի։ Լավ էլի, ես գնում եմ, մնում ես մնա։ Մեքենա պատի գային, անիմս վազեցին հետևից։ Խնդրեմ Անահիտ ջան։ Շնորհակալից։ Ուրիշ բան պետք է։ Չէ, մերսի շատ։ Բարև։ Բա ինչ ես անում ստեղ։ Լուսեն քո քույրն է։ Բայց դու ոնց որ զարմացած չես։ Դու գիտեիր, որ ես Գիտեի։ Բա ինչի չես ասել։ Ինչ ասեի։ Էլի կրկնեմ, երջանկություն։ Հիմա այդ ո՞նց է կոչվում։ Վայ ոնց պետք է կոչվի, խաղում ենք էլի։ Դե ուրիշները իրենց ընկերների հետ են խաղում, ես էլ այդ նույն բանը հեռախոսով եմ խաղում։ Արթուր, բայց այդ լավ բան չի։ Վիկ, բայց ես ինչ եմ անում, որ մի հատ էլ լավ բան չի։ Ընդամենը փող եմ դնում ու կրում եմ։ Բա կրվել է։ Կրվում էլ են, չէ։ Հա, մի 2 անգամ կրվել եմ, բայց ներկա դրությամբ կրած եմ։ Վիկ, ինչը դուրս չեկավ։ Բայց ինչը պիտի դուրս գար։ Վիկ, ընդամենը խաղում ենք, հեսա որ գործ գտնեմ, էլ հո չեմ խաղալու։ Իսկ այսօր նայել ես գործ։ Այսօր չէ։ Ինչի։ Խաղովը տեր տարված։ Դե Վիկ, գրպանս փող կար, այդ մասով հանգիստ էի։ Արթուր, խնդրում եմ, այդ խաղի մասին մոռացի։ Քեզ նորմալ գործ գտի։ Տրամադրությունս լրիվ փչացի, ես տուն եմ գնում։ Սպասի։ Արի մի քիչ էլ քայլենք։ Եկա լիքը ժամանակ կա։ Լավ, լսի Անայս իր հարցից նկար չի ուղարկել։ Չէ։ Գրել եմ չի պատասխանել։ Երևի լրիվ մոռացել է ինձ։ Դե լավ, ի՞նչն է մոռացել։ Ուղղակի աղբոր հարցերով խառնա դրա համար էլ չի գցել։ Հեսա որ ազատվի լիքը նկար է գցելու։ Գնացինք։ Եկան։ Զավա ջան, երեխեքի բաժակները։ Մոտեցեք, երեխեք, մոտեցեք, այվար մի ամաչեք։ Երջանիկ լինեք, երեխեք ջան։ Մի բացի ծերանակ։ Սիրով ու բախտավոր։ Լուսե ջան, Դավիթ ջան, երջանիկ լինեք։ Լոր ջան, դե խփեք, այվար տեսիշ տխուր հարսանիկը, խփեք։ Գնաց։ Ja, halba. Միջևերս, ջան, միջևերս։ Բան չեր եղել։ Շատ վատ է քնում։ Աչքը ասիվ կապել ասի թող մի քիչ։ Դարգամի աղջիկը։ Մարգարի աղջիկա մասին է մտածում։ Բան մասին է մտածում, քաղաքի մասին է մտածում, ամբողջ օրն դա։ Իսկ դու ասացիր այդ հարսանեկի մասին։ Չէ, չկարողացա։ Մեկ մտածի ասեմ, հետո էլ մի տեսակ մեղքս եկավ։ Դա ասելու բանա որ ասես։ Համոն, բայց մտածում եմ լսի, փոքր քաղաքը ոնց էլ ուզեն իրար չհանդիպեն, մեկը հանդիպելու են։ Այդ հաստատ։ Ասում էր բան կա։
Պայմանագիրը վաղ գնալու եք, չէ՞, ժողովուրդը ձեն հարցնում։ Հա, գնալու ենք, այստեղ մոտիկ տեխնոտար կա, դրա մոտ էլ կգնանք։ Դու ինչ-որ բան որոշեցիր։ Դու խոսենք սատենատու երողունն։ Դու փախի, ոնց։ Վերցանը վերջ։ Ամու։ Ինչ։ Դինարիկի պատվիրատուն։ Ինչ։ Չեկավ էլի։ Ոնց։ Մտեց։ Hey Ժողովուրդ ջան, եկավ ամենակարևոր պահը։ Դավ ջան, դու մատանիները չես մոռացել, չէ՞։ Իհարկե չեմ մոռացել։ Հարսիկ ջան։ Ինձ։ Խնամի ջան, ես դու չես խմում։ Մարիամ ջան, քեզ։ Դու ես խմում։ Արգամ, ես դու ես մեղավոր, որ տենց էլ չսովորեցիր Մարիամի խմել։ Իբր ես շատ եմ խմում, մի հատ էլ Մարիամը խմում։ Խիկ ջան, էլի ու էլի կրկնեմ։ Ես կյանքում ամենակարևորը դա սիրով լինենք։ Կյանքը ամեն ինչ էլ պատահում է։ Տո ուրախություն էլ, տխրություն էլ, կռիվել, ծիծաղել, բայց եթե սիրով լինեք, այդ ամեն ինչը շատ հանգիստ կհաղթահարեք։ Իհարկե ճիշտ է։ Տիկինս էլ հաստատեց։ Այս որ երջանկություն ու բարի բացես, երեխեք ջան։ Արգամ ջան, դու ասելու բան չունես։
Երեխեք ջան, ամենակարևորը, որ պիտի ունենաք, դա ընտանիքի զգացողությունն է։ Հասկանաք, որ ձեր ամբողջ կյանքը միասին եք անցկացնելու։ Միասին երեխաներ եք ունենալու, միասին դաստիարակելու եք, միասին դպրոց եք տանելու։ Մի խոսքով ցանկանում եմ, որ միասին ծերանաք։ Լավ էլ է հարգամ, ես ինչ ես անում, տնաշն, լացացրիր խեղճ երեխան։ Հա, բայց ճիշտ բաներ ասում Արգամը։ Հա, էլի ճիշտ, բայց պետք չի տես լուրջ էլի, հենա, հուզվեց երեխեն։ Լավ, ես կթեթևացնեմ։ Լուսե ջան, դու չվախենաս, երբ որ երեխաներ կունենաք, ես ու Մարիամը կողքդ ենք, կօգնենք, կմեծացնենք, չէ՞ Մարիամ ջան։ Հա, իհարկե։ Այ մարդուր եք շտապում, երեխա, հա, երեխա, թող ես մարդիկ իրանց կյանքը վայելեն, էլի, նա գնան աշխարհով պտտվեն։ Ահա, երեխեք ջան, ինձանից ձեզ խորհուրդ, ամեն ինչին ավելի թեթև վերաբերվեք, ժպիտով։ Դե, էլի ու էլի կրկնեմ, երջանկություն։ Շնորհավոր։ Իսկ ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել իմ եւ Լուսեի անունից։ Այ, լսեցիք ինչ ասեց իմ ու Լուսեի։ Իրանք արդեն ընտանիք են, ոնց են ասում, այր և կին մի մարմին։ Ախ, ասա տղես ասա։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ։ Մենք երախտապարտ ենք ձեզ մեր միության համար։ Իսկ իմ անունից ես խոստանում եմ, որ Լուսեն անպայման երջանիկ է լինելու։ Ախտավոր լինեք։ Դավիթ ջան, Լուսե ջան։ Շնորհավորում եմ։ Ապրես բանես, ապրես։ Բա հետո Դե այդքանը։ Լավա ուղեղս աշխատեց դուրս չվազեցի բակտերանց հետևից։ այդ հաստատ, հլը դրանց տես է, հատուկ հետ են գնացել, թաքնվել։ Այ բալագոն է, մի կտոր հացքեր նոր է թեյ խմի էլի։ Չեմ ուզում վարուշ պապ ոչ ախորժակ ունեմ ոչ էլ։ Ինչ էի կանգնել մնացել, իրանք կարեն ինձ ընդհանրապես չտեսնեն, եթե ես ապուշի նման։ Ինչ ես մտածում, ում էին զանգում։ Մեծագույն տականքին, էլում պիտի զանգեին։ Այ մարդ ես ինչ թարսություն է։ Չգիտեմ վարուշ պապ, գիտեմ, որ այստեղ երկար չեմ կարա մնամ, բայց նոր տուն գտնելու համար էլ վախենում եմ։ Են տղուն տեսար։ Չէ, չեմ տեսել, իրան էլ պիտի զանգեմ, այսօր ուշա զանգել իմաստ չունի, վաղը կզանգեմ։ Էլի գալու է։ Կանչելու ես։ Դե հա պիտի կանչեմ, այդ պատվերը շատ կարևոր է իմ համար։ Այ բալա դժվար էլ գա, երկու անգամ եկավ, դատարկ հետ գնաց, չէ, չի համաձայնվի։ Չէ, վարուշ պապ մի բան կանեմ, պիտի համոզեմ։ Արի աղջիկ ջան։
Հիշում ես, չէ՞։ Ես միշտ հետ եմ։ Դու մենակ չես։ Նենց քեզ ինչ-որ բան պետք լինի, խոսալ կամ անել։ Անպայման կզանգես։ Դու մամային ու պապային ուշադիր կլինես, լավ։ Հանգիստ եղի։ Շնորհակալ եմ։ Խոստումդ հիշում ես, չէ՞։ Մոռանալու բան չկա։ Դե տեսնենք։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիդ։ Դու մենք ենք ձեր շնորհակալ։ Հա, ու եթե անկած մտքներդ փոխեք, առողջ զանգում եք ու մատներդ որ երկրի վրա դնեք, պապան ուղարկում է։ Լավ, եղեք գնան մենք շարժվենք, հա։ Հա, գնանք Արգամն էլ հանգստանա մի քիչ։ Այս ինչի մենակ Արգամը, Մարիամը։ Դե Արգամին չի կարելի երկար նստած մնալ։ Այ տիկինը ճիշտ բաներ ասում։ Արգամ ջան, դու գնա հանգստացի, երբ որ պետք լինի ինձ կանչում ես ու խոսում ենք գործերից, այլ լիքը բան կա պատմելու։ Պայմանավորվեցիք։ Բայց ինչ լավ տղեդ լսի, գնաց, քրոջը ճամփեց, տղես չմտածես, Դավիթս քրոջը շատ է սիրում։ Լավ, Շորժ ջան, դե գնացինք, Տիկին ջան, Անահիտ ջան, հա, իմիջայլոց, սիրելի խնամիներ, մի բան ասեմ, այ այդ ձևական բաները մի կողմ դնենք, էլի։ Մենք որպես լավ խնամիներ, պետք է միշտ իրար տուն գնանք ու գանք։ Չէ, դուք չգիտեմ ոնց, բայց ես իմ կողմից ես խոստանում եմ, որ երբ մտքովս անցավ, գալու եմ ձեր տուն։ Արգամ ջան, ես մի անգամ շնորհավոր։ Մարիամ ջան, Զատ, քնած չեմ։ Լավուս ես արթնացել։ Չեմ էլ քնել։ Դու նա վեր կաց, բան կուտես հետ քնես։ Չէ, սոված չեմ։ Մի տեսակ ես, անտրամադիր ես։ Անտրամադիր լինելու նոր պատճառ չունեմ, ինչ կա հետա։ Բայց մի տեսակ դատարկ ամենչես։ Առավոտը ես գնում եմ նոտարի մոտ, դուրս եմ գալու։ Ինչ-որ նորություն կա։ Այո, կա նորություն, դու տանն ես լինելու։ Դե հա, դուրս գամ ինչ անեմ։ Սատ իսկ դու տեղի եկես Լուսան ամուսնացել է։ Այդ ինչի հանկարծ մտքով տանցավ։ Հանկարծ չէ։ Ես երկու օր մենակ ետ ամուտքիս։ Լավ էլի արեք, ասենք իմացար, որ ամուսնացել է, ինչ կհանգստանաս, բաց կթողնես։ Չգիտեմ։ Անհասկանալի վիճակ ա մոտս։ Դե որ անհասկանալի է, վեր կաց թեյ խմի, ուզում ես բերեմ։ Որ ասում ես։ Ապրի իմ տղան։ Արամ։ Ինչ ես մտածում։ Այսօր ամբողջ օրը Լուսան գոնե մի անգամ չի ժպտացել մամ։ Հա կարող է Դավիթը լավ տղա է, բայց Լուսան իրեն չի սիրում։ Ու ոչ մեկ ինձ չի կարա հակառակը համոզի։ Հա մեկ էլ Արեգի մասին եմ մտածել ամբողջ օրը։
Տենաս ինքը տեղյակ է, որ Լուսան Դու այնտեղ համարյա ոչինչ չկերար։ Սոված չես։ Կարող է թեյ ուզես։ Չէ, շնորհակալ եմ։ Կամ ուրիշ ինչ-որ բան։ Ուզում եմ սենյակից դուրս գաս։ Քնել եմ ուզում։ Արամը դառնում Լուսեի եղբայր Արամն է։ Կասես տենց չի։ Սզվում ես ինձնից։ Ընդամենը այդ է իհարկե։ Այդքան տղա չէ։ Ուղղակի անսովոր։ Դավիթը պայմանագրի իր օրինակներն էր ուզում։ Ասում էր, որ ինչ-որ բաժանասերի հետ կապված պայմանագիր եք ստորագրել ու դուք ասել եք, որ այդ թղթերը ես եմ տեղադրել։ Հետո էլի կարևոր չի։ Ոնց։ Մարտի 8-ը։ Բայց Անայիսը շատ լավն է, Արամի տարիքին է։ Հաստատ իրար հետ լեզու կգտնեք։